Ողջույն իմ ամենաշատ սիրելի հեռուստադիտողներին, օրը 5-շաբթի է, իսկ դա նշանակում է մեր շոու հեռուստացրագրի ամենավերջին հաղորդումն է այս տարվա։ Ինչու, որովհետև 5-շաբթի օրը այս իրական օրով մենք պարզապես սիրելի բարեկամներ գիտեք, որ ավարտում ենք ուղիղ եթերների շարքը, թե վաղը մեր շոու հեռուստացրագրի սահմաններում ձեզ հետ է վիտամին ակումբը, բայց այսօր պարզապես մենք վերջին անգամն ենք այս տարի հանդիպում մեր տաղավարում, իսկ վերջին անգամ նշանակում է պետք է հանդիպենք իհարկե նրա հետ ում սպասում են բոլոր փոքրիկները եւ մեծիկները։ Այսօր մեզ մոտ տոնական տրամադրություն է եւ մեզ հյուր է եկել հեռավոր վայրերից հենց ինքը Ձմեռ Պապիկը եւ մենք ողջունում ենք մեր տաղավարում Ձմեռ Պապիկին եւ ասում ենք բարև Ձմեռ Պապիկ, բարև ես եկել մեր շոու հեռուստացրագրի։ Ողջույններս իմ փոքրիկներ, ողջույններս իմ մանուկներ, իմ սիրունիկներ։ Ձմեռ Պապին իհարկե երկար ճանապարհ է կտրել, որ եկել հասել է այստեղ անտառներով, սարերով, ձյուներով եւ վերջապես ես եկա հասա այստեղ Լոս Անջելես, որպեսզի կարողանամ հանդիպել իմ փոքրիկներին եւ շնորհավորել բոլորի գալիք նոր տարին։ Ձմեռ Պապիկ, շատ լավ բան է կարել, որ եկել եք մեր շոու, որովհետեւ միշտ բարբերաբար մեր շոու հեռուստացրագիրը ամեն տարի ամփոփում է հեռուստացրագիրը Ձմեռ Պապիկի հետ միասին եւ այսօր նույնպես այդ ավանդույթը չխախտեցինք ձեր շնորհիվ։ Գիտեմ դուք ինչքան զբաղված եք, ինչքան մանուկներ են ձեզ սպասում, ինչքան երեխաներ են ձեզ սպասում, ինչքան նվերներ են նրանք սպասում, որպեսզի ստանան։ Այսօր նույնպես կարծեմ դուք դատարկ ձեռքով չեք եկել մեր շոու։ Ոչ, ես այսօր եկել եմ իմ փոքրիկների համար, բերել եմ նվերներ, իհարկե նվերները Star Records հաստատությունից եմ բերել եւ շատ հետաքրքիր, շատ զվարճալի նվերներ են, այսինքն մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Այո, Ձմեռ Պապիկը մեզ բերել է սիրելի փոքրիկներ, նրանք ովքեր մեզ կզանգահարեն, կարտասանեն, կերկեն, Ձմեռ Պապիկի կողմից կստանան ահա այս հրաշալի DVD-ն, որտեղ զետեղված է 20 սերիա մուլտֆիլմի նու պագադի, այո։ Դες սպասիր։ Դե դուք էլ սպասեք մի փոքր, եկեք ավելավ է Ձմեռ Պապիկի կողմից բերված նվերից մի հատված դիտենք այդ մուլտֆիլմից, որպեսզի բոլորդ հասկանաք, թե որ մուլտֆիլմի մասին է խոսքը։ Հետո վերադառնանք արդեն փոքրիկները անամբերությամբ լցված սպասում, որպեսզի խոսեն։ Եկեք մուլտֆիլմից մի փոքրիկ հատված դիտենք։ Как всегда мы до ночи стояли с тобой, как всегда было этого мало, как всегда позвала тебя, я метнулся к вокзалу. 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, пусть! Домой по привычке. Фу, ну, заяц, погоди. Ես արդեն կարծում եմ, որ բոլոր երեխաները հասկացան, թե ինչ նվեր է բերել մեզ Ձմեռ Պապիկը, եւ իհարկե ես կարծում եմ, որ այս մուլտֆիլմով նույնպես մշտապես բարին հաղթում է չարին։ Այո։ Մեզ երեխաները այնքան են զանգահարում հենց այս պայից սկսված։ Լսենք արդեն քո թորնիկներին։ Լսենք իհարկե։ Ողջույն։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև, ինչպես ես։ Ես կխնդրեմ մեծային, որ իջեցրեք հեռուստացույցի ձայնը, երեխան լսի մեզ լսափողի միջոցով։ Ողջույն փոքրիկ։ Մեծային, որ իջեցրեք հեռուստացույցի։ Խոսա։ Հելո։ Այո, ինչպես ես։ Բարև։
Քո անունն է։ Կարեն։ Կարելի է լսափողին մոտ գաս։ Լավ մոտիկ դեր որ խոսած։ Մենք ուզում ենք քո անունը իմանանք։ Կարինե։ Կարինե, դու քանի տարեկան ես։ 4 տարեկան է ձմեռ պապիկ։ Իսկ ինչ ես ասելու ձմեռ պապիկի համար։ Ինչ ես պատրաստել նրա համար։ Այն գնդակը։ Այն գնդակը։ Դե լսենք։ Փորձենք լսել, այո։ Այն գնդակ, կանաչ կարի տապուտա, չրի վերել իչիչան, շարոնունան ծամազան, չրի վերել իչիչան, շարոնունան ծամազան։ Բրավո, ես կարծում եմ ձմեռ պապիկ այս երեխաները մի ամբողջ տարի պատրաստվել են, որպեսզի ձեզ ուրախացնեն։ Իսկ հիմա մենք պետք է ասենք, որ Կարինեն կարող է վաղ այցելել Star Record եւ վերցնել իր նվերը։ Այո, Կարինե ջան։ Ապրես բալիկ, շնորհավորում եմ նոր տարի։ Այո։ Շնորհավորում եք այդ ձմեռ պապիկը նոր տարիդ։ Իսկ ինչ տարի է սպասվում մեր ձմեռ պապիկ։ Վիշապի տարի է լինելու այս տարի, բայց ես ուզում եմ ասել իմ փոքրիկներին, ավակ եւ փոքր իմ թոռնիկներին, որ վիշապի տարին չպատկերացնենք այնպիսի մի վախենալու, ինչպես լինում է շատ հեքիաթներում եւ այլն, վիշապը միշտ վիշապին նկարագրում են այնպիսի մի վախենալու վատ կերպար, բացասական, ոչ, լավ տարի է լինելու, բարի տարի է լինելու, մեր փոքրիկների համար շատ լավ տարի է լինելու եւ այդ առումով ես ուղղակի ցանկանում եմ, որ բոլորն էլ լսող լինեն այս տարի իրենց մայրիկներին, հայրիկներին, տատիկներին, պապիկներին, ամենակարևորը լավ սովորեն։ Իսկ եթե նրանք լավ սովորեն, ամեն ինչ լավ կլինի։ Իսկ եթե ասենք չեն լսելու իրենց մայրիկների, պապիկների, նրանց համար լավ տարի չի սպասում։ Այդպես են ասում, որ ձմեռ պապիկն էլ մի փոքր կնեղվի նրանցից։ Տեսեք, ձմեռ պապիկին չի կարելի նեղացնել։ Ամեն դեպքում լսենք թոռնիկներին։ Լսենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև բալիկս, բարև։ Դուք ասես քո անունը մեզ։ Մերի։ Մերի է զանգարում։ Քանի տարեկան ես Մերի։ 8 տարեկան։ 8 տարեկան, ձմեռ պապիկն էլ է 8 տարեկան եղել ժամանակին։ Այո, ձմեռ պապիկն էլ է 8 տարեկան եղել։ Մերի ջան, իսկ ձմեռ պապիկին դու շատ ես սիրում։ Շատ։ Իսկ կարող ես Մերի որևիցե մի բան ասել ձմեռ պապիկի համար։ Այո։ Լսում ենք ես, Մերի, մի քիչ բարձր ասեք, որովհետև ձմեռ պապիկը այս ճանապարհից մի փոքր ականջը խլացել է։ Առողջություն քեզ։ Շնորհակալություն իմ բարիք, շնորհակալություն։ Դե լսում ենք քեզ Մերի, լսում ենք։ Լսում ենք Մերի։ Տոնածար, ջան տոնածար, ինչ սիրուն ես ու պայծար, էս ինչ լավ է, չորս կողմը լույս ու փայլ է, արմիր ասխը գագաթին, ծառի տակ ձմեռ պապին, էս ինչ լավ է, չորս կողմը լույս ու փայլ է, էս ինչ լավ է, չորս կողմը լույս ու փայլ է։ Բրավո, Մերի ջան, բրավո։ Իսկ դուք տանը տոնածար ունեք։ Այո։ Իսկ սպասելու ես ձմեռ պապիկին։ Այո։ Դուք նամակ գրել ես ձմեռ պապիկին։ Այո։ Նամակները ստացել ես բոլորի Ես բոլոր նամակներն եմ ստացել, ես անպայման նրանց պիտի այցելեմ ամսի 31-ին երեկոյան ժամը 12-ին, ճիշտ է։ Իսկ չի լինի 1-ին ամսի 1-ին այցելեք։ Ամսի 1-ին իհարկե։ Եթե ցանկանան Այո, իհարկե, ամսի 1-ին ընդհանրապես ինքը հենց ամսի 1-ին է նոր տարի, երբ որ ձմեռ պապիկին բոլոր մեր հայկական օջախներում սպասում են, սիրով մեր բալիկները առավոտյան շուտ վեր են կենում եւ ասում են՝ ուր է ձմեռ պապիկը, ուր է մեր սպասելի։ Բայց շատերը երազներում տեսնում են ձմեռ պապիկին կամ պարկած տեղը տեսնում են, թե ինչպես ձմեռ պապիկը անցավ եւ նվերները դրեց տոնածառի տակ, հետո գնաց։ Որովհետեւ ձմեռ պապիկը այդքան երկար ժամանակ չունի ամեն մեկը։ Մերի, դու կարող ես ձեր հեռախոսի 4 թիվը ասել վերջին։ Այո։ Ասա խնդրում եմ։ Վերջին 46 01 լավ։ Մերի ջան, այս նվերը կվերցնեք Star Records խանութից։ Լավ, ձմեռ պապիկի կողմից է այս նվերը ձեզ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ բալիկս, խնդրեմ։ Լսենք հաջորդ թողնիկին։ Ողջույն։ Բարև։ Բարև ինչպես ես։ Լսում ենք քեզ, իջեցրու հեռուստացույցի ձայնը, խոսի մեզ հետ այսպես, հեռախոսով։ Բարև ձեզ։ Բարև։ Կարելի է իմանալ քո անունը։ Անունը, այո։ Այո, Սոֆի։ Սոֆին է զանգահարում։ Սոֆի, դու քանի տարեկան ես։
Ապրես։ 6 տարեկան է Սոֆին եւ դա նշանակում է, որ նա նույնպես ինչ-որ մի բան պատրաստել է ձեզ համար, ձմեռ պապիկ։ Հա, ճիշտ է ասում Գրիշան, Սոֆի, պատրաստել է ձմեռ պապիկի համար մի նվեր։ Դե լսում ենք քեզ։ Լսում ենք քեզ Սոֆի, ինչ ես պատրաստել ձմեռ պապիկի համար։ Նվեր։ Դե լսում ենք, ոտանավոր թե երգ։ Երգելու ես թե արտասանելու ես։ Սոֆի, Ես հայ եմ։ ես գիտեմ, որ դու հայ ես, դու ինչ ես անելու հիմա, արտասանելու ես թե երգելու ես։ Լավ, հարցնենք թե ինչ նվեր ես պատրաստել։ Ինչ նվեր ես պատրաստել ձմեռ պապիկի համար։ Սոֆի, չես ուզում խոսել մեզ հետ։ Լավ, որոշենք այսպես, ես կգնամ։ Այո, սպասենք, թողենք տեսնենք հաջորդ հեռուստադիտը, որտեղ Սոֆին չցանկացավ խոսել։ Լսում եք ձեզ։ Դոնամ։ Իջեցրեք հեռուստացույցի ձայնը, ծնողներին խնդրում եմ։ Լսում ենք ձեզ։ Միայն ես Կարելի իմանալ քո անունը, փոքրիկ։ որ երկեմ։ Իսկ քո անունը չես ուզում մեզ ասել։ Անդրանիկ եմ։ Անդրանիկ, դու քանի տարեկան ես։ Քանի տարեկան ես բալիկս։ 7։ Ահա։ Դե լսում ենք Անդրանիկի երգը, ձմեռ պապիկ ուշադրություն, հարկելի հեռուստադիտողներ ուշադրություն։ Մեզ համար երգում է Անդրանիկը։ Դե ինչ, լսում ենք։ To all the quantities forgot and never brought to mind. To all the quantities forgot and days of old blank signs. Oh, blank signy dear. We'll take a cup of kindness yet for old lang syne. Ապրես։ Բրավո Անդրանիկ, բրավո, ես կասեի առաջերտին, որ քո ծնողները զբաղվեին քեզանով, որովհետև դու շատ գեղեցիկ ես Շատ տաղանդավոր երեխա ես։ Եվ դու կարող ես ասել ձեր տան հեռախոսի կամ ձեր հեռախոսի վերջի 4 թիվը։ Ես կանամ խոսամ ձմեռ պապիկի։ Այո, իհարկե։ Այո, դու խոսում ես հիմա ձմեռ պապիկի հետ, Ես քեզ լսում եմ, իմ Նա քեզ լսում է։ Պապիկ մեծ կարաս կգաս։ Կարաս ուր գա։ Նորից ասա։ Տուն։ Հա, ձեր տուն անպայման կգա։ Միգուցե դու քնած արդեն լինես իմ սիրելի թորնիկ, բայց ձմեռ պապիկը անպայման։ 284 2872 Մի խոսքով, Անդրանիկ գրեցին քո հեռախոսի համարը, դու քո նվերը կվերցնես Star Records-ից։ Ծափարում ենք Անդրանիկին, ապրես։ Եվ ծափարում ենք ձմեռ պապիկի հետ քեզ եւ քո ծնողներին խնդրենք, որպեսզի զբաղվեն քեզանով, դու շատ լավ ձայն Այո, այնպեսի տպավորություն էր, կարծես թե ձայնագրություն էր դրված։ Շատ շնորհալի երեխա էր, ապրես։ Ես գիտեմ, որ հիմա այն պահն է, որպեսզի մեծիկներն էլ ապրելու հնարավորություն ունենան։ Գովազդների պետք է գնանք, երեխաները թող անապերությամբ զինվեն, որովհետեւ այդ գովազդներով մենք կարողանում ենք մեր գլուխը պահել ձմեռ պապիկի շտարներով։ Խնդրեմ, այո, բարի ճանապարհ մեզ գնացինք։ Նաև հնարավորություն եք տալի այս գովազդների միջոցով, որպեսզի մեր ծնողները, հարգելի մայրիկները, տատիկները, պապիկները, հայրիկները մի խոսքով տեղեկանան, որ մայրիկներին ու տատիկներին պետք չէ ամեն րոպե խոհանոցում տեսնել։ Այդ ամենը նրանց փոխարեն կանի Old Yerevan ռեստորանը եւ տոնական սեղանը կզարդարի ցանկացած ուտեստեղենով։ Շատ համեղ։ Old Yerevan ռեստորանը գտնվում է 1351 East Colorado հասցեում 818 484 82 88 կվերադառնանք փոքրիկներ։ Universal Exchange ընկերության տնօրինությունը շնորհավորում է բոլորիդ նոր տարին եւ Սուրբ Ծնունդը սիրելի բարեկամներ եւ տեղեկացնում է, որ դրամներ կարող եք ուղարկել Հայաստան վերջի օրը դա վաղն է, ինչու, որովհետեւ մինչեւ հունվարի 9 հայաստանյան բանկերը փակ են լինելու։ Այնուհանդերձ, եթե դուք ձեր հարազատներին ցանկանում եք ուղարկել դրամներ, գումարներ, ապա ուղարկեք վաղը ներառյալ։ Իհարկե նաև Beleza Banquet Hall, նոր տարի, Մանուկ Այվազյան եւ Տատյանա Կիշինյովսկայա, տեղեկությունների համար 505 55 հեռախոսահամարով զանգահարեք։ Հայլոտոյի երթական խաղարկությունը հունվարի 7-ին է, ձեռք բերեք տոմսակներ, ունեցեք շահումներ։ Տոնական լավագույն ընկեր, Amore Flowers and Chocolates, 13713 Մուրփարտ փողոց Շերմոնոքս քաղաք, 818 783 1900
Դե ինչ, մենք վերադարձել ենք Գովազդից, մեր հյուրն է Ձմեռ Պապիկը, որը եկել է հեռուներից, մի փոքր հոգնած է, որովհետև շատ է փոքրիկներին հանդիպել, մինչ ճանապարհին շատ է փոքրիկներին հանդիպել։ Դե Ձմեռ Պապիկը անընդհատ է հանդիպում այս ժամանակաշրջանին, ձմեռվա այս տոնական օրերին եւ իհարկե ինչպես նաեւ բոլոր երեխաները սպասում են Ձմեռ Պապիկից, ինչ դու էլ լավ գիտես։ Նվերներ։ Բայց մինչև Ձմեռ Պապիկը Բայց Ձմեռ Պապիկը ինքն էլ մարդ է եւ ինքն էլ է սիրում նվերներ ստանալ։ Եվ այդ առումով իհարկե ես շատ եմ ցանկանում, որ յուրաքանչյուր հայկական օջախ այցելու դեպքում, որ մեր փոքրիկները պատրաստեն Ձմեռ Պապիկի համար որևէ մի հայրեն ոտանավոր, երգ, պար, ինչու՞ չէ, նաև անգլերեն։ Ձմեռ Պապիկը շատ լեզուներ գիտի, բոլոր լեզուներով խոսում է։ Այո, բոլոր լեզուներով էլ ես հասկանում եմ, խոսում եմ, բայց իհարկե բոլորից շատ սիրում եմ մեր մայրենի լեզուն, երբ որ մեր փոքրիկները օտար երկրում լավ բաներ են պատրաստում հայերեն։ Իսկ ես կարող եմ ասել, որ Ձմեռ Պապիկը ունի հատուկ հեռախոսահամար, որ ծնողները ցանկանան, կարող են նրան հրավիրել։ Հրավիրեք Ձմեռ Պապիկին 310 էրյա կոդով 808 46 46։ Այսպիսի գոլդ համարներ ունի Ձմեռ Պապիկը։ Ողջույն։ Ողջույն։ Այո։ Լսում եք քեզ փոքրիկ, բարև։ Բարև։ Ձեր անունը ինչ է, կարելի իմանալ։ Սարգիս, դու քանի տարեկան ես։ 6։ Վաու, 6 տարեկան Սարգիսը ինչ է պատրաստել Ձմեռ Պապիկի համար։ Խնդրեմ։ Ոտանավոր թե երգ։ Ոտանավոր։ Բոլորս ուշադրությամբ, ladies and gentlemen, տիկնայք եւ պարոնայք, մեծեր եւ փոքրեր, լսում ենք Սարգիսին, որը 6 տարեկան է եւ պատրաստել է Ձմեռ Պապիկի համար ոտանավոր։ Լսում ենք քեզ։ Համարձակ։ Տիկ մոտարի։ Քեզ տամ։ Ամգուրի Գարի։ Ուգարի։ Չվախենաս չթրտես, ես եմ ուզում պռնել քեզ։ Բրավո Սարգիս։ Իսկ դու հարց ունես Ձմեռ Պապիկին։ Ես քեզ լսում եմ, իմ թողնիկ։ Այո։ Դե լսում ենք քեզ Սարգիս։ Ձմեռ Պապի։ Այո։ Ձմեռ Պապի։ Այո, լսում եմ քեզ, իմ բալիկս։ Կարող եք Ինչ։ Մի հատ էլ ասեմ։ Դու արդեն այս նվերը ունես Ձմեռ Պապիկի կողմից, եթե զանգահարել ես, սիրելի փոքրիկ, միայն ասա քո հեռախոսի վերջի 4 թիվը, լավ։ 0303։ Դու էլ գոլդ համարներով ես եւ դա շատ։ Իհարկե մեր փոքրիկները պետք է գնան Star Records եւ այնտեղից Այո, պետք է վերցնեք Star Records-ից այս նվերը, ասացեք ձեր անունը։ Այնտեղ է թողել ձեր բոլոր նվերները իմ թող։ Եղավ Սարգիս ջան։ Ձմեռ Պապի։ Շնորհակալություն։ Խնդրեմ իմ։ Լավ մնաս, տեսություն, շնորհավոր քո նոր տարին, փոքրիկ։ Ողջույն։ Ողջույն։ Ողջույն, դուք խոսեք։ Բարև։ Բարև, ինչպես ես։ Բարև։ Ինչպես ես։ Ես խնդրում եմ ծնողներին իջեցրեք հեռուստացույցի ձայնը։ Քո անունը կարելի իմանալ։ Եկ ծանոթանանք։ Հայկո։ Հայկո, դու քանի տարեկան ես Հայկո։ Ինչ է կատարվում, ծնողներ, ինչ է կատարվում, իջեցրեք հեռուստացույցի ձայնը, ես խնդրում եմ, դուք այլապես փորձում եք այնպես անեք, որ ձեր երեխային չհասկանանք մենք, ողջույն։ Այո։ Բարև, ինչպես ես։ Ես Էդիթան։ Էդիթան։ Էդիթա, դու քանի տարեկան ես։ 10 տարեկան, արդեն մեծ աղջիկ։ Դե, Ձմեռ Պապիկ, Էդիթային հարց ունեք դուք։ Իհարկե, դե քանի որ Էդիթա դու ամենամեծն ես տարիքով, այսինքն այս զանգողների մեջից, այո, դու ուրեմն վստահ եմ, որ պատրաստել ես Ձմեռ Պապիկին մի ավելի հետաքրքիր նվեր, այսպես որ կլանված Ձմեռ Պապիկը լսի քեզ։ Էդիթա, ինչ ես պատրաստել, երգելու ես թե արտասանելու ես։ Երգելու։ Բոլորս ուշադրությամբ լսում ենք Էդիթային եւ նրա երգը, խնդրեմ։ Պապի սիրելի, բնի մեզ չուր բարի, մեկ հետ մեկ արած, մեկ դեպի ծախ, մեկ էլ վաց, զարկերի տակ, ապերում, ակույտ արի ու բարի, մեկ հետ մեկ արած,
Մեկ դեպի սաղ մեկ եղած։ Բրավո Էդիթա, դու նույնպես ունես նվեր Star Records խանութից եւ շատ կարեւոր է որպեսզի նվերցնես քո նվերը, քանի որ այն նվիրում է քեզ Ձմեռ Պապիկը։ Ասա քո հեռախոսի 4 թիվը վերջին։ 1480։ 8-0։ Եղավ Էդիթա, լավ մնա, շնորհավոր քո նոր տարին։ Շնորհավոր եմ։ Եթե նկատեցիր իհարկե հավասարաչափ են զանգել 3 հատ տղա են զանգել թորնիկ եւ 3 հատ աղջիկ թորնիկ։ Մոտ գրանցում է Ձմեռ Պապիկ։ Ահա, ողջույն։ Ողջույն։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ձեր անունն է։ Սոնա։ Սոնա։ Սոնա, դուք որտեղից եք զանգահարում Սոնա։ Phoenix, Arizona։ Phoenix, Arizona, շատ լավ է։ Սոնա, դու ինչ ես պատրաստել Ձմեռ Պապիկի համար։ Ինչ։ Ինչ ես պատրաստել Ձմեռ պատրաստել ես Ձմեռ Պապիկի համար իմ։ Չէ՞ որ Ձմեռ Պապիկը քեզ նվեր է բերել, իսկ հիմա նա նվերի է սպասում, արտասանես կամ երգես։ Ինչ ես անելու, արտասանելու ես թե երգելու ես։ Ոտանավոր եմ։ Ոտանավոր։ Խնդրեմ։ Բոլոր ցուցադրությամբ Սոնային եք լսելու։ Ձուն, ով էր եկել տանիքներին, Սավան փրեր այս գիշեր, նաշեր քաշեր պատրանին, նաշեր կախեր այս գիշեր, այնով է մեծ արի ջուղին, զաթեր կախեր այս գիշեր, սարնակ բերով, ծնակնդիկ սարնակ բերով, Ձմեռ Պապն էր մեծ հիշեր։ Բրավո, Ձմեռ Պապն էր ձեզ հիշեր և Ձմեռ Պապը հիմա այստեղ է, տեսակ Ձմեռ Պապիկ։ Շատ գեղեցիկ է։ Նա տեսել է սահմնակներով, որ Ձմեռ Պապը եկել է տանիքներին Սավանով ձունը փռել է և Ձմեռ Պապը հիշել է նրան։ Ինչքան լավ է։ Շատ գեղեցիկ։ Սոնա, քեզ սպասում են Գլենդելում, Star Records խանութում և այս նվերը կլինի քոնը, լավ։ Լավ։ Շնորհակալություն։ Սոնա և քո հեռախոսի վերջի թիվը։ 8-9-5։ Եղավ բալեկա։ Շնորհավորում եմ քո նոր տարին, ապրես իմ։ Ձմեռ Պապիկ, հիմա ես երեխաներին նաև մի շատ կարևոր տեղեկատվություն ունեմ քո թույլտվությամբ, որովհետև այստեղ այս տոնական օրերին հենց վաղը, ավելի ճիշտ վաղը, մեզ մոտ շատ գեղեցիկ կրկեսային տրամադրություն է լինելու Beyond the Stars թատերասրահում Գլենդելի Բրանդ փողոցի վրա։ Այնտեղ լինելու է կրկեսային տրամադրություն, ռուսական կրկեսի աստղ աշխարհահռչակ Գրիգորի Պապովիչը իր հրաշալի կենդանիների հետ գալու է եւ ուրախացնի երեխաներին, ժանգլյորներ, ակրոբատներ, ծաղրացուներ, լավ մի խոսքով կրկեսային տրամադրություն։ Կենդանիներն էլ կարծեմ շատ են։ Եվ դուք եք այնտեղ լինելու, ինձ ասել է որ Ձմեռ Պապիկն էլ է լինելու։ Այո, ես կայցելեմ անպայման, դե իհարկե, որտեղ որ Տոմսերի եւ կարևոր տեղեկությունների համար զանգահարում են հարգելի ծնողները 265 0506 կվերադառնանք։ Դե ինչ տոնական տրամադրություն նաև Գլենոքսի Անուշ բանկեթոլու Մարա Մարտիրոսյան եւ Շավարժ Գևորգյան ձեզ համար այդ երեկո դեկտեմբերի 31-ին։ Ինչպես նաև սիրելի բարեկամներ, հունվարի 15-ին Գլենդել Հայսքուլի համերգասրահում 25 տարի անընդմեջ մեր համայնքում մեր իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայության համար գեղեցիկ պարային արվեստ ներկայացրած Սայաթ Նովա պարային համույթը ժամանում է Բոստոն քաղաքից եւ իհարկե Տոմսերի համար զանգահարում 1-8-918-0806։ Մեր նեղությամբ այ վարքյանների լավագույն բարեկամ Հարց Փաուն Շապ 63-62 Վեննայս Բուլվար հասցեում է գտնվում 818-75-45-58։ Մեր հյուրն է Ձմեռ Պապիկը եւ մենք խոսում ենք բոլոր երեխաների հետ, ովքեր կապ են ստեղծել մեզ հետ։ Ձեր թույլտվությամբ լսենք ձեր թողնիկներին։ Ողջույն։ Ողջույն։ Ողջույն, իջեցրեք հեռուստացույցի ձայնը, երեխան թող մեզ լսի լսափողի միջոցով։ Ողջույն։ Բարև բալեք, բարև, ինչպես ես։ Լավ։ Քո անունը ինչ է։ Պողոս, դու կխնդրես քո տատիկին կամ մայրիկին, որպեսզի վերջապես իջեցնեն այդ հեռախոս հեռուստացույցի ձայնը։ Պողոս, ինչպես ես։ Լավ։ Դու քանի տարեկան ես բարեկամ։ 7 տարի։ 7 տարեկան է Ձմեռ Պապիկ։ Իսկ դու ինչ ես պատրաստել Ձմեռ Պապիկի համար։ Երգ, խնդրեմ։ Սիրով լսում ենք քեզ Պողոս։ Բոլորս միասին լսում ենք մեր շատ սիրելի 7 տարեկան Պողոսին։ Դե ինչ, գնացինք։ Rudolph the red-nosed reindeer had a very shiny nose, and if you ever saw him, you will either say it glow. All of the other reindeers used to laugh and call him names. They didn't let poor
any reindeer gates. There one foggy Christmas Eve, Santa came to say, Rudolph, with your nose so bright, won't you glide my sleigh tonight? Բրավո, 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 բրավո։ Ռապեր անում, ես չաս։ Ռապեր երկու։ Ռապ ավելի երաժշտություն։ Ո՞ս խնդրեմ քո հեռախոսի վերջի 4 թիվը բարեկամ։ Կարևոր է որ երեխան։ Ինչպես։ 9 3-4-9 Նորից կասես։ Հա։ Ասա։ 9-9, բայց երակոդը ուրիշ է։ Կապ չունի։ Ամեն դեպքում շնորհակալություն քեզ, քո մայրիկին, քո տատիկին, բոլորին, ովքեր քեզ սովորացրել են այդ ամենը, քո նվերը ձմեռ պապիկի կողմից կստանաս Star-Records խանութից։ Լավ բարեկամ։ Դե շնորհավորում եմ, Շնորհավորում ենք սիրելի Պողոս։ Շնորհավոր ենք եւ բոլոր ծնողներին խնդրենք, որպեսզի իջեցնեն հեռուստացույցի ձայնը եւ չխանգարեն երեխաներին մեզ հետ կապ ստեղծելու Մի փոքր ուշադիր եղեք, սիրելի մեծ ողջույն։ Բարև ձեզ։ Բարև, բարև, ինչպես ես։ Լավ, Ապրես։ լավ եմ։ Իսկ քո անունը ինչ է։ Անունդ ինչ է անունդ։ Իզաբել։ Իզաբել, կարծես թե երաժշտություն շատ բարձր է հնչում։ Շատ գեղեցիկ անուն է Իզաբել։ Իզաբել, ինչ ես պատրաստել ձմեռ։ բայց չասեցնա մեզ քանի տարեկան է։ Հա, տարեկան, քանի Տարեկան չասեցիր նո մեզ։ 6 երևի։ 6։ Դե խնդրեմ ձմեռ պապիկ 6 տարեկան 6։ 6 տարեկան Իզաբելի հետ խնդրում եմ խոսեք։ Իմ փոքրիկ, դու գիտես որ ձմեռ պապիկը ամեն տարի իր թորնիկներին բերում է նվերներ, իսկ վստահ եմ նաև դու Իզաբել պատրաստել ես այսօր ձմեռ պապիկին մի գեղեցիկ նվեր։ Ինչ ես ասելու, ոտանավոր թե միգուցե մի գեղեցիկ երգ։ Երգ։ Դե լսենք։ Բոլորս լսում ենք Իզաբելին, գնացինք։ I wanna hit the fireplace for Christmas. I don't think Santa Claus will mind you. He won't have to use our dirty chimney flue to bring him through the fun, so that's the easy thing to do. I can see me now on Christmas morning, creeping down the stairs. Oh, what joy and what surprise when I open up my eyes, I see a hippo hero standing there. Բրավո, 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 շատ գեղեցիկ երգ կատարեցին։ Իզաբել, իսկ կասես քո հեռախոսի վերջի 4 թիվը։ Հեռախոսի վերջի 4 թիվը։ 5-4-2-2 5-4-2-2 Ապես, բարեկս, ապես։ Բրավո, 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 եւ այս նվերը քոնն է, սիրելի բարեկամ, Star-Records-ից։ Տեսնեք, ձմեռ պապիկի շտաղանդավոր երեխաներով։ Շատ, ես որ սկսում են հիմա երգել երեխաները անգլերեն, ես այն շրջանում էի այստեղ Լոս Անջելեսում, երբ որ Քրիսմասն էր։ Եվ ուրեմն մեքենայով, երբ որ ձմեռ պապիկին տանում էին տարբեր ուրեմն նահանգներ, տարբեր քաղաքներ, ես լսեցի ամերիկյան այդ Քրիսմասի երգերը, մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից չքնաղ, ինչ երաժշտություն է, ես ուղղակի որ անգլերեն շատ լավ չգիտեմ, բայց անպայման գրել եմ այդ տողերը, Jingle Bell-ի եւ այլն, եւ շատ գեղեցիկ երգեր են, շատ, եւ ես հասկացա, որ Ամերիկայում շատ լավ են դիմավորում իրենց Սուրբ Ծնունդը, այսինքն Քրիսմասը, եւ ես շատ սիրեցի, հաջորդ տարի անպայման պիտի մի փոքր շուտ արի, որպեսզի ձմեռ պապիկ այո երեխաները շատ անհամբերությամբ են ձեզ սպասում եւ ամենակարևորը նորանոր երգեր էլ ձեզ համար կգրեն, կպատրաստեն անպայման, իսկ հիմա լսենք թոռիկներին։ Ողջույն։ Այո, Լսում ենք։ Բարև։ Բարև իմ բալիկ։ Hello, hi. Հայ, ինչ է քո անունը։ Նանար։ Նորից քո անունը ասա։ Էմի։ Էմի։ Դու քանի տարեկան ես Էմի։ Չորս։ Ձմեռ պապիկը ցույց տվեց 4։ Իսկ ինչ ես պատրաստել ձմեռ պապիկի համար Էմի։ Ուզում ես իմ փոքրիկ մեկ հատ երգես կամ Երգես թե կարտասանես բալիկս։ Արտասան, ոտանավոր, սիրով լսում ենք, սիրով։ Սիրուն մայրիկ, անգին հայրիկ, թեզ թոբերի, տարին այսնոր, մեր սիրուն ճապ, անհուն պարիկ, շոնահավոր, լավ ամանոր։
Վաու, բրավո, այս ինչ բարեմաղթանքներ ասեցիք հայրիկին, մայրիկին և բոլորին, որ նոր տարին բերի միայն լավ խաղաղություն, բարի։ Բրավո, իսկ դու կարող ես քո հեռախոսի վերջի 4 թիվը ինձ ասել։ 9 Ես շնորհավորում եմ քո նոր տարին ձեր ընտանիքում եւ բոլոր փոքրիկներին Զմեր պապի ձեր թույլտվությամբ, որովհետեւ մեր երեխաները թող ապրեն խաղաղ երկնքի տակ, ամենակարևորը։ Դու քո նվերը կվերցնես տարեկրծից էմի լավ։ Քեզ տեսություն ենք մաղթում, հաջողություն ենք ասում։ Ինչ գեղեցիկ ոտանավոր ասեց, չէ՞ երեխա։ Բարև։ Բարև։ Ողջույն իմ թորնիկ։ Բարև։ Hello, բարև, արդեն մոդայից ելել է, հիմա հելոն է, այո, ժամանակակից քայլենք մի փոքր։ Ինչպես ես, կասես քո անունը։ Ալեքսանդր, oh my God։ Ալեքսանդր թակավորն է։ Ինչ հիշողություն ունի Ալեքսանդր։ Դու քանի տարեկան ես Ալեքսանդր։ 6.5։ Տես տարիք էլ կա, 6.5, դա շատ կարևոր է։ Ալեքսանդր, իսկ ինչ ես պատրաստել մեզ համար։ Ոտանավոր, այո։ 6.5 տարեկան Ալեքսանդր։ Փոշմանես, փոխեց երեք։ Here comes Santa Claus, here comes Santa Claus, right down Santa Claus Lane, mixing all his reindeers are pulling on the rein, bells are ringing, children singing, oh, it's merry and bright. Hang your stocking and say your prayer, 'cause Santa Claus comes tonight. Բրավո Ալեքսանդր, իրապես էլ այսպես լուրջ ձևով երգը կատարեց։ Ալեքսանդր, դու մի քանի ամսից կլինես 7 տարեկան, այո։ Այո։ Իսկ Ձմեր պապիկը գիտես ինչ ասեց, այս տարի բոլորի համար կլինի լավ տարի, բոլոր երեխաների համար, եթե լսող լինեն, լսեն, լավ սովորեն մայրիկներին, պապիկներին, հայրիկներին, տատիկներին, մի խոսքով։ Դու լսում ես ընտանիքիդ մեծերին։ Խելոք ես դու։ Կարողանան նորանոր երգեր սովորեն։ Այո, իսկ հիմա կասես քո հեռախոսի վերջի թիվը ինձ։ Այո։ Խնդրեմ։ Դե ասա Ալեքսանդր, վերջի թիվը։ 1706։ Բրավո, Ալեքս, բրավո։ Շնորհավորում եմ։ Լավ մնաս, տեսություն։ Իդեպ ասեմ, որ մեր ռեժիսորը, հաղորդման ռեժիսորի երեխայի անունն էլ նույնպես Ալեքս է։ Այո, շատ վերջից ծնվեց, արդեն 40 օրական երեխա է։ Բոլոր երեխաներին ենք շնորհավորում, սկսված մեր ռեժիսորի երեխայից, իմ ընկերների։ Բոլոր իհարկե, բոլորի ով կան այս աշխարհում, թող լինեն միշտ խաղաղ երկնքի տակ։ Լսենք Ձմեր պապիկ երեխաներին։ Լսենք։ Ողջույն։ Hello էր, չէ, ձևը այդպես էր։ Hello։ Ինչպես ես։ Կասես քո անունը մեզ։ Լավ։ Դե քո անունը կասես մեզ։ Լիլիթն է զանգարում։ Դուք հասկացանք, Լիլիթ, դու քանի տարեկան ես բալիկ։ Լիլիթ 8 տարեկան։ Իսկ ինչ ես անելու, արտասանելու ես, թե երգելու ես մեզ համար։ Երգելու եմ։ Դե լսում ենք։ Լսում ենք Լիլիթին, որը 8 տարեկան է։ Դե ինչ, լսում ենք։ Դե։ Twinkle, twinkle, little star, how I wonder what you are. Up above the world so high, like a diamond in the sky. Twinkle, twinkle, little star, how I wonder what you are. Բրավո Լիլիթ, բրավո։ Իդեպ Ձմեր պապիկ ամեն օր մեր տան այս երգն են երգում։ Ուրիշ տարբերակ չի։ Կաթը չեն ուտում, հացը չեն ուտում, անգիր գիտեմ այս երգը։ Լիլիթ կարելի իմանալ ձեր հեռախոսի համարը, 4 թիվը վերջի։ Վերջի 4 թիվը Լիլիթ։
Բրավո Լիլիթ, բրավո, շնորհավոր։ Ապրես իմ բարի։ Ձմեր պապիկ, մենք անհամբերությամբ շատ են սպասում մեզ թողնիկներ, որպեսզի խոսենք, բայց մեր ժամանակը սահմանափակ է։ Շնորհակալություն ձեզ, որ չմերժեցիք մեր երեխաների հրավերքը, մեր շոու տաղավար եկաք։ Ձեզ ամենալավն եմ ցանկանում, առողջություն, որ հաջորդ տարի նույնպես գաք մեր շոու եւ ընդհանրապես գաք Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ բոլոր հայ երեխաների համար այսպես որպես տոնական տրամադրություն լինեք միշտ առողջ ու այսպես գեղեցիկ ծնող։ Շնորհակալ եմ։ Ես բոլորին ցանկանում եմ երջանկություն այս նոր տարում, հաջողություններ, առողջություն անպայման եւ իհարկե մեր բոլոր թորնիկներին, իմ լավ բալիկներին, որ նրանց երազանքները ի կատար լինեն այս 2012 թվականին։ Շնորհավոր նոր տարի։ Շնորհավոր նոր տարի եւ ամենալավ բաները բոլորիդ ընտանիքներին, ապրեք խաղաղությամբ ու երջանիկ, ուրախ եղեք սիրելիներս, մինչ հաջորդ տարի։ Լավ մնացեք, տեսություն։ We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas.